9 եթե չեմ սխալվում, ինքնասպանության դեպք քրեակատարական հիմնարկներում եւ 14 կենսաբանական այս թեմայով էլ խոսենք, որովհետեւ ես հետևելով մարդու իրավունքների զարգացումները անդադ այդ ահազանգն է զգում իրավապաշտպաններից, նաեւ լրագրողներից, ասենք մեր լրատվամիջոցներն էլ հաճախ լուսաբանում այս թեման, որ քրեակատարողական հիմնարկներում այսպիսի մահեր են գրանցվում, արդյոք սա չի վկայում այնտեղ բռնի մթնոլորտի կամ կրիմինալի ազդեցիկության մասին, Տիկին Մանասյան։ Իհարկե պատճառները կարող են տարբեր լինել, բայց ես էլ պիտի արձանագրեմ ու ավելի ճիշտ դեռ ամիսներ առաջ կամ նույնիսկ մի տարի առաջ եմ արձանագրել այս երևույթի շատ վտանգավոր լինելը եւ մտահոգիչ լինելը, որովհետեւ մահվան դեպքերի նման քանակը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ երբ անձը հայտնվում է փակ հաստատությունում, ամեն ինչի համար ըստ էության պարտավորություն սկսում է եւ պատասխանատվություն սկսում է կրել պետությունը, հետեւաբար այս առումով շատ լուրջ ուսումնասիրության եւ հետևանքներ կիրառելու կարիք կա, նշեմ, որ միանշանակ չէ, որ բոլոր դեպքերը կարող են քրեական ենթամշակույթի կամ բռնի գործողությունների արդյունք լինել եւ այստեղ շատ ավելի համալիր ուսումնասիրություն է։ Իսկ քրեական ենթամշակույթը հաղթահարվում է ձեր բնորոշմամբ։ Եթե տարիների հետ համեմատություն իրականացնենք, ապա առաջընթացը միանշանակ է, բայց ես պետք է նաեւ արձանագրեմ հատուկ, որ այնպես չէ, որ սա Հայաստանում ամբողջությամբ հաղթահարված երևույթ է։